ձևավորվել բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից եւ իրենց համահաճույքներով։ Այդ հանձնաժողովը բնականաբար չի կարող քննել եւ կարող բացառել իրական նպատակների պատերազմի եւ դարակացների առաջին բանից։ Եվ միամտություն կլինի հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանի կամ իրենց թիմակիցներից որևէ մեկի կարգեր նկատել։ Ձեզ հրավիրել են անդամակցել։ Երբևէ։ Ձեր դուք հայտնել եք, որ դուք հրաժարվել եք մասնակցելուց, ոչ թե ձեզ չեն առաջարկել, այլ դուք հրաժարվել եք։ Ի սկզբանե հանձնաժողովը ձևավորվում է ինչպես փաստաբանը նշեց օրենքի ուժով, այսինքն պետք է բոլոր խմբակցությունները ներկայացնեն իրենց անդամներին։ Բայց քանի որ հանձնաժողովի ձևավորման նախաձեռնությունը մեր ձեռքից ընդդիմության միակ գործիքներն էին, որ մնացել էին մեր ձեռքից վերցրեց իշխանությունը, բնականաբար մենք հրաժարվեցինք։ Դրանից հետո դուք հիշում եք, որ օրինակ մի քանի հանձնաժողովներ փորձել է ձևավորել ընդդիմությունը եւ իրենք չեն տվել ներկայացուցիչները, հանձնաժողովը չի ձևավորել։ Բարի, դրա համար հիմա եկեք հստակ լինենք, այսինքն դուք կարող եք անդամակցել, չեք անդամակցել։ Այո, հաստատենք։ Այո, հիմա ձեր ասեցով, որ ձեզ արհամարել են։ Առաջին հարցը ինչու չեք մասնակցել, երկրորդը հիմա որ անցյալով էլ չենք խոսում, հիմա ինչի չեք պահանջում, որ բացվի։ Բազմիցս ենք պահանջել։ Հիմա բազմիցս հետարքի չի։ Պատկերացնում, ասեք, այդ ձևաչափով։ Պարոն Բաղդասարյանը ասեց, բոյկոտի։ Կողմից դուք պատասխանը պաշտպանական կստանաք, ֆրակցիայի պաշտպանական դիրքով։ Մենք ստացանք արդեն։ Չէ, ես հասկացա։ Հետևաբար դուք կստանաք պաշտպանական պարբերանում։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ մենք ինչքան պահանջենք, օրենսդրությունը այլևս ուրիշ բան է ասում։ Այս մարդիկ գոյություն չունեցող մի հանձնաժողովի, գոյություն չունեցող մի փաստաթուղթ ուղարկել են։ Հարգելիս, մենք ձեր տեղը գործ ենք արել, իրավաբանորեն հիմնավորել ենք հանձնաժողովի ստեղծումը, ընթացքը եւ ավարտը։ Ձեր փոխարեն մեր փաստաբանը աշխատել է դրա վրա, հիմա օրենքի խախտումով դա արգելվել է։ Հարգելիս, օրենք է խախտվում օրենքի աղբյուրում։ Եվ ամեն օր է խախտվում, առաջին անգամ չի եւ Բա ինչի՞ եք դուք մնացել տապորինության մեջ, ինչով եք դուք զբաղվում եք տապորինության մեջ։ Ժողովուրդ ջան, բողոքարկելու ձևաչափ չկա։ Կա ձևաչափ, այսպես բարձր բղավել օրինակ։ Ես բազմիցս եմ բղավել։ Ես հենց հիմա չեմ տեսնում, որ դուք բղավում եք ոչ թե ստեղ, այլ ընդեղ օրինակ։ Բարձր տեմբրը դա չի նշանակում։ Բարձր տեմբրը նշանակում է բղավել։ Բարձր տեմբրը չի նշանակում պահանջատիրություն։ Պահանջատիրությունը ցուցաբերվում է տևական վարքագծով։ Եվ այդ վարքագիծը դրսևորվել է բոլոր հնարավոր եղանակներով։ Եվ Տիկին Թովմասյան, Անդրանիկ Քոչարյանի ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը ինչ պիտի բացահայտեր։ Սկզբանե դա ասեցի, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող Բա ինչի ցույց չեն տալիս։ Ինչու չեն ցույց տալիս ձեր կարծիքը, ինչու չեն հրապարակում ձեր կարծիքը։ Ինչու չեն հրապարակում։ Որովհետև հրապարակելու բան չունեն եւ չեն կարողացել ոչինչ բացահայտել։ Այսինքն դատարկ էջեր են։ Բովանդակային իմաստով այո։ Թող հրապարակեն բովանդակային իմաստով ժողովրդի խաբեն ասեն բան չեն կարող։ Ես չեմ կարող ասել, հասցեատերը ես չեմ հրապարակել։ Դուք հասկանում եք։ Հիմա կոնկրետ ձեզ ասել։ Գլխավոր դատախազը գարու է այստեղ տարեկան զեկույցի։ Քանիցս եկել է, տեսեք, 2-3 տարվա մեջ արդեն քանիցս եկել է։ Ամեն տարի այս գարնան սեզոնը գալիս է։ Այդ նաև դեպուտատների պատասխանատվության կանչելու հարցը։ Դեպուտատական մաս։ Ես հիմա հետևյալն եմ, գլխավոր դատախազին դիմում, զեկույց, պահանջ, բնավոր, երբևէ այս հարցի շուրջ, ինքն գլխավոր դատախազ, այս հարցը պատասխան չունի, ով է մեղավոր։ Ես խոստանում եմ, ինքը պիտի առաջիկա նիստերի ժամանակ պիտի գա, ես խոստանում եմ այդ հարցերը դուք բարձրացնել։ Բոլորը գրված է հիմնավորված ձեր խմբակցության ղեկավարի անունով ներկայացված։ Շատ լավ, ես ինքս խոստանում եմ, որ այդ հարցը գլխավոր դատախազը բարձրացնել ու դուք կլսեք։ Ես սպասում եմ։ Երբ որ ինքը գա, եթե գա այս ամսվա վերջ, կամ մյուս ամսվա սկիզբ ամեն։ Այսինքն քարոզարշավի ընթացքում դուք ուզում եք դա իրականացնել։ Իսկ ազգային ժողով քարոզարշավին չեն մասնակցելու։ Դուք չէ, եւ իրանք են մասնակցելու հավանաբար, դատախազներով, դատավորներով, բոլորով մասնակցելու են։ Ու փորձելու են ինչ-որ մեղավորներ գտնել, որպես Չէ, ես տեսեք Անդրանիկ Քոչարյանը ինչ պիտի քններ։ Իր մոտեցումները, իր վերջին հայտարարությունը, երբ որ բանակը եկինվորներին որակավորում։ Եթե չկա, ապա այդ դեպքում ճիշտ հարց տվեցում է, չի գաղտնի պահում։ Այսինքն ուրեմն կա մի բան։ Պետք է այդ հասցեատիրը չհարցնել, ինչու են գաղտնի պահում, ինչու են գաղտնագրել, ինչու են թավալներ սարքել, հասկանու՞մ։ Դուք ասում եք չկա, դրա համար ոնց է ասես դե որ չկա, ինչ ուզեն չկա։ Բայց նաև հակառակն են, չեմ մտածում, ուրեմն մի բան կա։
Բայց դեպքում եթե մի բան կա, ինչու՞ չէ։ Այդ մեր ասած տարբերակով, չգիտեմ, բողոքի ակցիանում, դե սեղանին դպստում, պոլերին դպստում, քիչ է կա։ Մեր գործընկերներից Տիգրանը կարդացել էր դա ու դրա մասով հարցազրույց տվեց, ասաց, որ ոնց որ հայկական ժամանակի հրապարակումներն են։ Հիմա ամեն մեկս որ գնանք կարծեն նույն բանը ասեն, դրանց ոչ մի բան չի փոխվել։ Ես նորից եմ կրկնում, ես Անդրանիկ Քոչարյանի ազնվությանը եւ քաղաքական անաչառությանը չեմ հավատում։ Ու ես չեմ կապում որևէ հույս այդ հանձնաժողովի իրականացրած գործունեության կամ ներկայացրած զեկույցի։ Այդ չասեմ, որ այդ հանձնաժողովի գործունեությունը, այնպես փաստաբանը ասաց, երկու անգամ հետ երկարաձգվելով ժամկետը, ի վերջո դա դարձավ ապօրինի գործողության հետևանք այդ զեկույցը։ Այսինքն իրենք պիտի ավարտեին ժամկետում, բայց դե ձեր ինչ ուզում անում են։ Հիմա դրա համար ես դուրս չեմ վերաբերում այդ փաստաթղթին, ժողովուրդ ջան, այս։ Բայց ստացվում է մի անձի քմհաճությունից կախված է ամբողջ հանրային պահանջը։ Այո, ինչի նորություն է։ Նիկոլ Փաշինյանն է այստեղ որոշում։ Եվ падգամավոր է, եւ նախարար, եւ դատավոր, եւ ընդդիմադիր, եւ ընդդիմադիր։ Եվ ընդդիմադիր, այո։ Իսկ ձեր գործառույթը։ Հա, իրեն քննադատել։ Ձեր գործառույթը։ Դիազորությունն էլ է մեզանից վերցնում։ Մի անգամ ինձ հարցին պատասխան ասել, դուք ոյ ասեք որևէ բան քաղաքացիների անունից, որտեղ պետք լինի քաղաքացիները ինձ կասեն։ Այսինքն միջանկյալ օղակ պետք չի։ Ինքը ընդդիմություն էլ է աշխատում։ Հետևաբար մենք այո մեն իշխանության տարածում։ Դե այդ դեպքում ինչ եք ձեր մանդատները, պարոն Վայր դրեք դուրս եկեք։ Եթե մեն իշխան, չէ, բայց 5 տարի 20 թվականից 5 տարի եւ այս մարդիկ անընդհատ, չէ, տեսեք, հիմա ստացվում է ժողովուրդը ձեզել է, չէ, ձայն տվել։ Հիմա եթե մեն իշխանություն է, եթե Նիկոլ Փաշինյանն է, ազգային ժողովի, ընդհանրապես Հայաստանի, որ ասում է ես եմ Հայաստանի Հանրապետությունը, դուք էլ բոյկոտեք, ասեք, դե որ դուք եք Հայաստանի Հանրապետությունը, մանդատները վայր ենք դնում, դուրս են գալիս։ Եվ դա անեիք 5 տարի առաջ 44 տեսակետներին ծանոթ չէ, որտեղ ձեր բարձրացած տեսակետը 3 տարի առաջ է։ Եկեք այսօր էլ անենք, էլի Տիգին Թովմասյան։ Անձնավոր ենք։ Մի հատ եկեք նախաձեռնող խմբի կարծիքը հայտնենք։ Եվ Հայաստան դաշինք կան։ Ժողովուրդը ձեզ տվել է ձայն, չէ՞։ Դուք որպես ընդդիմություն ներկայացված եք ազգային ժողովում։ Հետևաբար ստացվում է ձեզ ընտրողները մնում է ձեր մունայն, որովհետև դուք այդ մանդատը, որը ստացել եք եւ ունեք պարտավորություններ, դուք դա չեք կատարում։ Հենց այն, որ դուք այն պարտավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեն իշխանություն է, ներողություն, Նիկոլ Փաշինյանը մեն իշխանություն է, մանդատները վայր դրեք ու ասեք, գիտեք ինչ, մենք չենք ընդունում այս մեն իշխանությունը, որովհետև սա սահմանադրական կարգի խախտում է։ Եվ մի գնացեք, այսպես ասած, աշխատանքի։ Ինչքան կարելի է որ այս ժողովուրդը անընդհատ նայի թե ինչպես է դուք ստացվում է Նիկոլ Փաշինյանի անիրավությունը օրինականացնում եք։ Տիկին Թովմասյան, կմիանաք մեր պայքարին։ Եկեք կոնստրուկտիվ խոսանք, որ այս ամեն ինչը չդարի։ Միանում եք մեր պայքարին։ Շատ ինձ հարազատ Դուք կարող եք որ ես վաղուց եմ միացել։ Շնորհակալ ենք։ Դուք հիմա նոր եք միացել, բայց ես ծնողների հետ շատ երկար աշխատում եմ, ընդ որում հանձնաժողովի շրջանակներում տարիներ շարունակ եմ աշխատում զոհված եւ անհետ կորած ինձ առաղների, հետեւաբար ես այս շարժմանը շատ ավելի վաղուց եմ միացել, քան դուք։ Բայց եթե դուք հիմա ասեք ձևակերպեք, ո՞րն է ձեր խնդիրը, եկեք ես ասեմ ինչ եմ ուզում։ Ես մի հատ առաջարկ ունեմ։ Դաշտում էլի։ Խնդիրը գիտենք։ Խնդիրը ես ասում եմ։ Ես մի հատ առաջարկ ունեմ։ Հիմա ստեղ բոլորս խոսում ենք մի ցավի շուտ։ Բոլորս կողմնակից ենք այդ ցավի բացահայտումներն իրականացից հանրային ձևակերպումով ներկայացնել։ Կլինի մի քիչ բացված կհանենք, որ ասենք։ Սենց չպենել չլինի։ Մենք այսքանը որ տարբեր հարթակներում, տարբեր սենց խոսքի հանդիպումներում չխնարկեն, ձեր կողմից ընդհանրապես մենակ ձեր չի, հիմա ֆրակցիայի կողմից, կարանք մենք մոտակա ժամանակները լսումներ ձևակերպենք, մեր ներկայացան խոսքի մի խումբ պայմանավորված, բոլոր պատգամավորների ընդդիմադիր որ կան, ու մենք կհրավիր եկել խոսքի կդիմեք քպականներին, որ իրենք են ներկայացնում։ Այդ բարձաբանում հանրային որ շատ ժողովուրդը լսեն, որ մեկը մյուսի վրա չխցի, մեկը մյուսով դες խոսքի բաներ չանը, չէ՞։ Մենք էլ մեր դիրքորոշումը կասենք։ Դուք էլ ձեր դիրքորոշում, բոլորը ով շահագրգռված է այս իրավիճակում, այս հարցերի բացահայտումը, այդ հարթակում որտեղ բոլորս ներկա եք լինելու, ոչ մեկը չի կարելի խուսափել, ես վստահեցնեմ ձեզ։ Անձամբ խոսելու են, ներկայացնելու են ամեն մեկը իրար։ Ու տեղ արդեն տեղում մենք իմանանք ով է խոչընդոտողը, ով այդ նիգադյայը, որ դուք էլ ասում եք խափում է, քմհաճույքով է ժողովրդին տարիներով տանում բերում,
ինչա դրա իներից ներկայացնում, որ ինքը այսօրվա իրավիճակում տենց էլ որ իր բանը վերապահել է, որ կարողանա այսօր էլ գաս այդ հարցը կամ չկա կամ հակացած գաղտնիքի մասին։ Որ գաղտնիքի մասին է խոսքը գնում։ Գաղտնիքին, որ այդ գաղտնիքին տիրապետել է թուրքը տիրապետել Արցախին, գաղտնիք չկա, սաղ ինչ գաղտնիք կասա, սաղ տվել է թուրքին։ Դրա համար կարողացել է տիրապետել Արցախին։ Թող չստեն մեզ ոչ մեկը, մենք այս հարցը սա ազգային մեր արժանապատվության, մեր արդարության սկզբունքների հարցն է։ Ժողովուրդը ուզում է վերածնվի, ժողովուրդը ուզում է սկզբից պատժի մեղավորներին, հետո վերածնվի։ Դրա համար մենք պահանջում ենք, մենք խնդրում ենք, մենք հորդորում ենք ֆրակցիաների կողմից կարանք մենք լսումները հենց կոնկրետ այս հարցի շուրջ կազմակերպեք, մենք էլ մեր կողմից ենք շնորհակալություն։ Իսկ չընկնեք ստենոդոր, կոնկրետ նախաձեռնեք, որովհետև ամեն անգամ էսա քանի օր առաջարկում ենք դուք եք մենք էլ եք բոլորս հասկացում։ Բայց եկա ես ձեր պահանջի մենք դա հասկացանք։ Ես դա գիտեմ այդ հանձնաժողովի նույնիսկ կապել այդ հանձնաժողովի մասը։ Ժողովուրդ մենք ուզում ենք այս հանձնաժողովը ոնց է ձևակերպել։ Մի խելեք մարդկանց հույսը։ Իրանք մենք հույս ունենք։ Հնարավոր է։ Հերթով խոսած եք էլի աղբորներ։ Ես հավատեմ էլի։ Ինչ ձևով։ Այդ հանձնաժողովը ձևակերպողը դա սկզբնական շրջանում ուրեմն մտածած է եղել, որ խոսքի ինչ ձևակերպումով գնա։ Եթե վերջավորությունը սենց է, ուրեմն ելի մտածել են ոնց խափեն ժողովուրդին։ Դե դրա համար մենք եկել ենք այդ ստասանների, այդ խափողների։ Վաղվա օր ամեն մեկս գնալով ընտրության, ճակատագրական ժամանակ ընտրություն կայացնելու համար։ Մենք ուզում ենք այդ ջրի երես հանեք այդ ամեն մեկի իր պատկերը, ամեն մեկի իր էությունը։ Այ խնդիրը սա, իմ խնդրանքս, եթե այդ ձևակերպումը լինի, մոտակա ժամանակները մենք Անպայման հանձնաժողովի նախագահան պետք է ներկայանի։ Այդ պիտի Բարոն Անդրանիկ Քոչարյանի ինչ կերպարով Շատն ռեսիտատ պահում։ Լավ մնացեք։ Այսօր էլ Նիկոլն է եթերում։ Ֆրակցիաները դրա համար զբաղված են։ Պատիվում է հենց ֆրակցիայի ղեկավարը չի եկել, Թագուհի Թովմասյանն է եկել։ Հերթական անգամ ուզում ենք անհույսը, անիմաստը, եկեք ոչ մի բան չանենք։ Մենք ուզում ենք ինչ-որ մի բան անել։ Տեղեկացնեմ ձեզ, որ վաղը եւ վաղը չեմ այսօրը տեղի են ունենալու ազգային ժողովի գրեթե վերջին նիստերը, որտեղ դրանից հետո մայիսին կա նաև քարոզիա, բայց դա համընկնելու է քարոզարշավի հետ եւ ես համոզված եմ, որ ուրախ ավտոբուսները չեն գալու հանգրվանեն ազգային ժողով, այլ գնալու են իրենց քարոզարշավներով։ Բնականաբար նիստերը կամ տապալվելու են կամ լինելու են ձևական։ Քանի մենք ունենք վաղը եւ վաղը չեմ այսօր, պահանջը մեր այս բային ուժեղանում է, հա, էդի ասած եկրոտ, այսօր ունենք։ Հիմա մենք ունենք այլ առաջարկ, Պարոն Բաղդասարյան, այլ առաջարկին ծանոթ եք, դե։ Միանգամից մի հատ բաները, մի հատ իր այդ առաջարկը մի հատ քննարկի, ավելի ճիշտ ներկայացուցը։ Միանգամից ասում եմ, Խոսքի մեջ ասեցիք, որ ոնց որ պայմանավորվեցինք, որ դուք եք ամեն ինչ անեք։ Ես նիստը հրավիրեմ։ Այո։ Ով կգա, ով չի գա, որը երաշխիք չունենք։ Մենք ցանկը կհաստատենք Հարութի հետ, հրավերները կուղարկեմ, սրահը կվերցնեմ, իսկ Դուք ձեր այդ պայմանավորությունը արեք, մենք մնացած Անեք մի հատ մեզ էլ էլի ասեք, որ ում եք հրավիրել։ ցանկը Հարութի հետ Այո։ Ստերի հետ ապշունից
Հարութի հետ Եվ ներսի եւ դրսի ժողովուրդը այո Այդո կերավ արդեն ով է հրավերքին կարձագանքի կգա մեր հարց ու պատասխանի ներկա կնի ուրեմն կազմել իսկ ով է չկա այլ վաղ արդեն պարզ սաղ աշխարհը կտենա որ ինքը կեղտոտ է ինքը սրիկա է ինքը դավաճան է ինքը բան է ինքը հանցագործ է Եթե չեկան այդ լսումներին, չնստեցին կլինի տեկի Անդրանիկ Քոչարյան կլինի Հովուզումանի Սեքշուն չեկան այդ լսումներին, դրանով իրանք հենց ապացուցել են, որ իրանք թշնամի են ու այդ ամեն ինչին չեն գալու, որտեղ հասկանում են, վախենում են, որ հարց տալու դեպքում կմնան տակը, չեն կարող պատասխանել ու մարդիկ կտենան իրանք իրական դեպքը։ Պես պետք է որ մարդիկ իմանան այս երկրի լավն ուզողով ու լավը Всё. Թույլ տվեք մի հատ երկրորդ կարծիքն էլ արտահայտենք, Տիկին Թովմասյան, կներեք էլի, որ դες նորից զբաղացնեմ, կարծիք կա, որ դուք հիմա փաստեցիք, որ անելիք առանձնապես չկա այս ազգային ժողովի, ինչպես իրենց նշանակած հանձնաժողովների վերաբերյալ։ Մեր քանի որ երկու նիստ է մնացել վաղը եւ վաղը չեմ մյուս օրը, հաջորդ քարորյան ձեր ընկնում է Քարոզ Արշավին, եթե դուք անձամբ չեք մասնակցում, ինձ թվում է այնտեղի ուրախ ավտոբուսը մասնակցելու է Քարոզ Արշավին եւ մենք ոչ մեկին չենք կարողանալ դիմել։ Ես ձեզ խնդրանքով նորից, սա որպես խնդրանք պահանջ է, որ բոլորս այսօր եկել ենք պահանջելու ձեզանից բոյկոտել նիստը եւ պահանջել հանձնաժողովի բացումը։ Ինչը դուք շատ նորմալ կարող եք վաղը առավոտյան, օրինակ, ասել, որ ամբողջ ֆրակցիայով պահանջում եք։ Կա վաղվա օրակարգում շատ ավելի կարևոր, քան այս հարցը։ Եթե դուք վստահ եք, որ կա, մենք նայելու ենք ուշադիր, թե վաղը ինչա քննարկում ազգային ժողովը։ Այսօր ազգային ժողովը լսում է հերթական փչոցին։ Վաղը ինչով է զբաղվելու ազգային ժողովը։ Կարա պատիվ ունեն ֆրակցիան եւ մյուս ֆրակցիան բոյկոտեն պահանջելով բացել, նախագահն է փակել։ Դուք նախագահից իրավասու եք պահանջելու։ Խնդրում եմ ձեզ, արեք այդ վերջի ակորդը ձեր արեք մինչև ծրվելը։ Պահանջել միշտ կարելի է, ֆրակցիայի անունից ես ինչ իրավունք չեմ վերապահի, որտեղ ֆրակցիայի Քննարկեք։ պաշտոնը որոշումը հայտնում է ֆրակցիայի նախագահը եւ քարտուղարը, ես իմ անունից Ոստացա այն, ինչ որ մենք միասին հիմա կպայմանենք։ Մեր հեռախոսը համարները դուք ունեք, մենք ներկայացրել ենք։ Շատ լավ կլինի, որ կապենք միասնական եւ դուք ներսում, մենք դերսում ժողովրդի հետ միասին բարձրաձայնենք այս մտիրը։ Որտեղ անկախ նրանից, ինչքան էլ մենք չենք վստահում այսօրվա իշխանությանը, ինչքան էլ մենք չենք վստահում ու ավելի վստահ ենք, որ իրենք շատ ու շատ բաներ կերտել են, բայց այդ ամեն ինչը միայն մեր խնդիրը չէ, սա մեր հասարակության հանրության, մեր ժողովրդի, մեր ազգի խնդիրը։ Եվ այս ամեն ինչի հետ կապված ասել, որ իրենց մենք չենք վստահում եւ իրենց քանիք հանձնաժողովի զեկույցը մեզ համար կարևոր չի, կարևոր է։ Կարևոր չի, բայց եթե դուք կարևորում եք, ես ընդառաջելով ես ասացի, ինչ պետք է, ինչ հնարավորություն ունեմ։ Գիտեք ոնց, ինչ է նշանակում բոյկոտել։ Շատ հաճախ դուք բոյկոտում եք դուրս գալու։ Մեզ պետք չի բոյկոտել դուրս գալու։ Դա իրենց բոլորի ձևով մնալու է պետք։ Բարձրաձայնելով, դուք այնտեղ բարձրաձայնեք։ Այդ ժամանակ երբ որ նայեք, եթե ժողովուրդը կտեսնի, որ դուք ընդեղ արեք, ոտքի է կամ Բաղրամյանը փակվում է։ ընդդեղի ընդդիմությունը ժողովուրդը նույնպես ոտքի կկանգնի, որովհետև ժողովուրդը ուզում է վստահի նրանց, ում տվել է մանդատ, ովքեր եկել են ազգային ժողով եւ ներկայացնում են ժողովրդին։ Քննարկեք համարը կա, եթե հնարավոր է այսօր կապվեք մեզ հետ։ Ասեք, ես էլ բանում եմ, հարկանքս նայեք։ Ես նա հարց ունեմ, ասենք Ջունգլի անդոր, որ նաև Անդրանիկ Քոչարյանն է, եւ մի խնդացեք, ես իրականություն եմ ասում։ Նույն պահով ինքը հեգնանքով է, կխնդրեմ միայն խոսակելի ոչ մեկը, դե խնդրում եմ։ Ուրեմն Ջունգլի անդորին ասեմ իր հեգնանքը հենց ծնողների հանդեպ, ում որ երկու ծնողի անունը տալի քզնից հանձնաժողովից բռոցի չեն մասնակցել, ասեմ ինչի։ Մեկ եղել է մեր ընկերում, ում հետ ես մտել եմ, որ ինքը ճանաչի, անճանաչելի իր երեխային մի տղամարդն է եղել է նա, ով որ ասենք եկել են գերիները, կանգնած են եղել նույն գերին, նույն ծնողի դեմը արտահայտվել է, կներես պապաջան, կներես մամաջան, իրան տրաքացրել է, որպեսզի նորակոչիկը ողջ մնա։ Ինքը այն ձևի հեգնանքով է խոսում այդ նույն ծնողների հանդեպ, ովքեր մտել են մեջ այդ հանձնաժողովը, տեսել են, որ ամեն ինչը ստի պղծի հիմա վրա է։ Հիմա Անդրանիկ Քոչարյան, իմ հակի նասկիները խոաբրած կյանքով
Խնդրեմ ուստավ, ես ակցիա եմ անում, եթե ընդդիմություն կա, էսին հասկի, տալիս եմ Անդրանիկ Քոչարյանին, որ ծնողը կողմային է, որ իր երեխեն ամենաբարձրագույնը ոչ թե կախծեր երեխեքը, թողնեմ ասել, որ ծնողը կուզենա թողերից են հասկի դնի ու ամոզնեմ, որ ասեն մեր ապրած ու իրանց ապրածը սաբեր, մեր հակին հասիները ձեր ապրած կյանքից մապրա, հետ հիշեք, մեր անցած ճանապարհ է, ես անկեղծ եմ ասում, ով ուզում է, որ հանիրա նասկին դնի, իօգուտ իրաց դսումների ու պատասխանի, եթե դուք իրականություն ունեք ու կարակ ծնողների հետ հանրային հանդիպեք ու զրուցեք, արդյոք պատասխան, անկեղծ եմ ասում, Էդի պտի տան իրանց, անկեղծ, եթե իրանք հանության են, քանի ծնող են կստեղ, էդքան ծնողին հետկայության թողան, նույն լրատվամիջոցների կանչեն, մենք իրանց հաստատենք, նույն քնից հանձնաժողովի զեկույցը չենք տանում, են ապարակեք գաղտնյակ, մենք հիմնավորենք, որ դրանում գաղտնություն չի բանալու, չի պարունակում, իմ ասածս էդ է, ես գաղտնյակ, խնդրեմ դուք բոյկոտեք, ձեր տղամարդիկ, որ իրաց դասները հանեն դրեն, եթե միանում են մեր իրական պահանջի, որ ամեն ասնող են մարդիկ ովքեր կարողացին իրանք իշխանը իրաց տների մեջ, բայց մեր հանրապետության իրանք իշխան չեն կարողանում, իրանք կառավար չեն ու հանրություն, խնդրում եմ համրը, խուլը, համր դու, հանրությունը արեք զանազանեն, ուզում եմ մեր ազգի փակ ականջները, ուզում ասպասաշնչում ասում ականջներ ունեք չեք լսում, աչքեր ունեք չեք տեսնում, խնդրում եմ տեսեք, որովհետև ես չեմ ցանկանա, որ որևէ հայի դուրը էսի ծեծնի, իսկ եթե դուք այսօր համր ելնեք, այ հանրություն չլեք, այս ամեն ինչը ձեր դռները թակելու է, ամեն ձևին։ Ինչի մեջ է գաղտնիությունը, ես մենակ չհասկացա ինչ է։ Գաղտնիությունը իրանց մեծամտության մեջ է։ Մեծամտության իրանք կեղտոտված են դրա համար է Եթե հարց ունեն հետքան հարցը, իրանք կարող են իրանց առանցքացված խոսել։ Սերգոջան, թույլ ես տալի թաշկինակ դնեմ նասկից չհանեմ, էլի։ Միացած ձեր պահանջին, անսպասելի օր է, միացած ձեր պահանջին։ Թաշկինակ ես թողեցի շնորոքներ չկանդեմ։ Ես էլ սենց, ամեն մեկը իր էմոցիաներով, իր կարծիքով, բայց ճնշումով ավելանում է։ Ժողովուրդ, ցավները տանեմ, տարածեք այս ամենը, հասկացեք, որ սա ամենակարևոր հարցն է Հայաստանում, այսօր ամենակարևոր հարցն է։ Ազգային ժողովը այսօր չի ուզում բացահայտի պատերազմի եւ մեր կորուստների հանցագործներին։ Իրանք շատ լավ գիտեն, մենք էլ շատ լավ գիտենք, բայց իրենց ձեռքով գրած, ստորագրած, պечатածը պետք է հրապարակվի։ Միայն այս պարագայում մենք չենք լինելու զրպարտիչ, իսկ իրանք չեն լինելու այլևս իշխանություն եւ լինելու են ոնց Ալենին խոստացել եմ, Ալեն Սիմոնյան Կոչեցյալին խոստացել եմ, ինքը քնելու է բանտերում։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Վաղվա համար լրացուցիչ կասենք ինչ ենք անում։